եւ ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել եւ ընդգծել, որ 2026 թվականի մայիսի 28-ին տեղի ունեցավ մեր նոր բանակի զորահանդեսը, որը շատ մեծ իրադարձություն դարձավ բոլորիս համար, Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որտեղ իսկապես մեզ հաջողվել է մի քանի տարիների ընթացքում լրջորեն բարեփոխել բանակը այն աստիճան, որ մենք հնարավորություն ունենք ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը ունի նոր բանակ, ընդ որում ես ուզում եմ ընդգծել ոչ միայն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումը օտար երկրով, այլև Հայաստանի Հանրապետությունում իրական ռազմարդյունաբերության համալիրի ձևավորումը, որովհետեւ 2022 թվականից կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամ է ներդրել ռազմարդյունաբերության ոլորտում եւ մենք այսօր ունենք մի ռազմարդյունաբերություն, որը նաև հետաքրքիր արդեն զարգացումներ ունի միջազգային շուկայի ուղղությամբ, արդեն իսկ տեղի են ունեցել առաջին արտահանումները, արդեն իսկ կնքվել են առաջին պայմանագրերը, որոնք արդեն բավականին տեսանելի եւ ծավալուն թվեր են Հայաստանի Հանրապետության եւ ընդհանրապես ոլորտի համար, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մենք բանակում այլ ինստիտուցիոնալ բարեփոխումներ ենք իրականացրել, այդ թվում պաշտպան հայրենիաց ծրագիրը, որը նույնպես բյուջետային բավականին մեծ ծրագիր է, եւ պաշտպան հայրենիաց ծրագիրը հետեւյալի մասին է, որ 18 տարեկան զորակոչիկները որոշակի պատրաստությունից հետո դառնում են պայմանագրային զինծառայողներ եւ իրենց ատեստավորման, կամավոր ատեստավորման տոկոսներին համապատասխան ստանում են աշխատավարձ, վարձատրություն բավականին բարձր, ինչը նաև էական սոցիալական փոփոխություն է բերում մեր հանրապետության կյանքում, նաև պաշտպան հայրենիացի ծառայողները հնգամյա ժամկետի ավարտից հետո նաև ստանում են պատվովճար 5 միլիոն դրամ, իհարկե նաև հնարավորություն ստանալով շարունակել ծառայությունը։ Բանակի հետ կապված հաջորդ կարևոր նորությունն այն է, որ այս տարվանից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները բանակում ծառայություն ստանալու պահից նաև բնակարանի գնման սերտիֆիկատ կստանան հաշվարկված Երևան քաղաքի գներով։ Այսինքն իրենք կընտրեն, ուզում են Երևան քաղաքում գնեն, թե որևէ մարզում գնեն, եւ սա նույնպես կարծում եմ էական սոցիալական գործոն է